Ռուսաստանի Դաշնությունը հետևում է Հայաստանում ընթացող եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքին։ Ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում է հատկապես Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը։ Ռուսաստանի հիմնական հակառակորդը Հայաստանում է առաջին անգամ։ BBC ռուսական ծառայության փոխանցմամբ Հայաստան այցի նախօրեին Ուկրաինայի նախագահը հանդիպումների համար ուրվագծել է 3 հիմնական նպատակ։ Պատերազմի արժանապատիվ ավարտը, ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի օգնության արագացումը եւ Ուկրաինայի օդային պաշտպանության համակարգի ամրապնդումը։ Զելենսկին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ Կիրակի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմենի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ռազմական օգնությունը եւ Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության բանակցությունների կարգավիճակը։ ՌԻԱ Նովոստին էլ ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի նշել Բրյուսելի կողմից Ուկրաինային ավանդական աջակցությունը Հայաստանում կայանալիք Եվրոպական հանձնաժողովի 8-րդ գագաթնաժողովի օրակարգի գերակա խնդիրների շարքում։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշել է, որ քննարկելու են եվրոպական համագործակցությունը, մասնավորապես 3 ոլորտներում՝ էներգետիկա, անկախություն, պաշտպանություն ու անվտանգություն եւ հուսալի մատակարարման շղթաներ։ EA Daily-ն էլ մեջբերել է ուկրաինացի լրագրող եւ հեռուստահաղորդավարուհի Դիանա Պանչենկոյի գրառումն իր տելեգրամյան ալիքում։ Լրագրողը գրել է, որ ԵՄ առաջնորդները Հայաստանում են ընտրությունից առաջ Փաշինյանի համարհող նախապատրաստելու նպատակով, ապա Հայաստանն իրենց շահերի համար օգտագործելու համար։ Ուկրաինացի լրագրողը ծիծաղելի է համարել այն փաստը, որ Զելենսկին հրավիրվել է միջոցառմանը։ Svobodnaya Press-ն եւս կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է Բրյուսելից ընտրական բոնուս ստանալը Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի տեսքով։ Այս միջոցառումն այդքան թունավոր չէր լինի, եթե Զելենսկիի ներկայությունը չլիներ, որն ամբողջությամբ փոխում է միջոցառման իմաստը։ Հայաստանի Հանրապետության ապագան քննարկելու փոխարեն ամբողջ ուշադրությունը կկենտրոնանա Ուկրաինայի զինված ուժերի համար նոր խրամատներ խնդրելու վրա։ Կայքը հայ ընտրողներին հիշեցրել է, որ Զելենսկին վերջերս հանդիպել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ եւ բացահայտորեն հիացել Ղարաբաղյան հարցի ուժային լուծմամբ, գրել է ռուսական լրատվամիջոցը։ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովն էլ կարծում է, որ Եվրոպան Հայաստանում ցանկանում է իր ուժը ցույց տալ Միացյալ Նահանգներին։ Պաշտոնյան Newsru-ին տված հարցազրույցում է նման հայտարարություն արել։ Մոսկովսկայա Կոմսոմոլեցն էլ ընդգծել է Զելենսկիի ժամանումը Հայաստանի մայրաքաղաք ավելին է, քան պարզապես դիվանագիտական արարողակարգ։ Ռազմական եւ քաղաքական հակամարտությունների ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Անդրեյ Կլինցևիչը համարում է, որ սա պաշտոնական Երևանի կողմից եւս մեկ ցուցադրական քայլ է, որը հաստատում է եվրասիական ինտեգրման իրողություններից վերջնական խզման ուղղությունը։ Նա կարծում է, որ Հայաստանի ղեկավարությունը կարծես որոշել է ամբողջությամբ փոխել իր առաջնահերթությունները, հենվելով արևմտյան երաշխիքների վրա, որոնք կրիտիկական պահին կարող են պարզունակ թղթի վրա խոստումներ լինել։ Սեդամ Ակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։